Ես որ 20 թվից Ղարաբաղից եկել եմ, ես 6 տարում իմ տեղից չեմ գտել։ Մի տարի աշխատում եմ պարոն Ծառուկյանի Արարատյան զավոդում, ու ես ամեն օր հիանում եմ իր զավոդով, իր ամեն ինչով, որ տոն օրերին ամենից 20,000-ներ տալիս է, մարտի 8-ի նրեները նույնը։ Անցած 26 թվին դեկտեմբերի 26-27-ը ամբողջ գործարանին տարավ ռեստորան, ամենին քարտին 20,000 դրամ նվերեց։ Չգիտեմ էլ ինչ են ուզում այս ժողովուրդը, այս ժողովրդից ինչ է ուզում մեր պարոն վարչապետը։ Խնդրանքս էդ է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակե մեր զավոդի ծուխը հելնի, մենակ Ծառուկյանի օրոք։ Ոչ, մեր պարոն Ծառուկյանը եթե փողերի լվացում անի, Հիսուսի արձանը բանի հատիսի լեռան վրա չեր դնի։ Այդքանը կարամ ասեմ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ այս գործարանը պետք է պետականացնենք եւ ասում էր աշխատակիցները խնդիր չեն ունենա։ Սա նկատի ուներ։ Կլինի ավելի լավնա չպատասխանեմ, որովհետեւ ես հիասթափված եմ այսօրվա կառավարությամբ, դարելա չարի վերջը, այս սարիմն է, այս ծառը իմն է։ Ոչինչ, պաշտոնը նես բան է, ես կարամ էդ ասեմ, որ այսօր ոչ մի պաշտոն հավիտյան չի, Քուրջան։ Այսօր դու եթե նստած ես սարի գագաթին, մի օր ելնելու ես ավելի ցավոտ արնելու։ Դուք ինչ պատասխան եք ակնկալում, կբացվի գործարանը։ Ես մեծ հույս ունեմ, մեր ծուխը կհելնեցնի մենակ պարոն Ծառուկյանը։ Կաշխատե մենակ պարոն Ծառուկյանի օրոք։ Ինչ ակնկալիք ունեք դուք։ Բավարարեք ձեզ տնօրենի։ Սպասում եմ, մեր տնօրենին շատ հարգում ու սիրում ենք, իր խոսքը մեր համար օրենք է, բայց այս պահի ես որոշեցի մի փոքր է սպասել։ Ինձ հետաքրքիր է, ինչ է լինելու մեր ապագան, մեր աշխատանքը։ Պետության կողմից բանակցություն։ Միանշանակ չեմ վստահում։ Դուք միանալու եք ձեր գործընկերներին, ովքեր եթե գործարանը չբացվի, պատրաստում են գնալ։ Միանշանակ, որտեղ իմ գործընկերները անպայման, անխոս։ 15 տարի։ Այս 15 տարիների ընթացքում նման իրավիճակի կանգնել էի։ Չէ։ Կներեք, ստացվում է վրեժանություն նաև աշխատակիցներից։ Ատենց է դուրս գալիս։ Եվ ուզում եք ամենաշատը երևի հասարակ Ժողովուրդը հասարակ բանվորն ավելի շատ է ուժում, չի կարելի սենց։ Էսի ցեղասպանությունն է։ Իջնում ենք ներքև, անցակետում սպասել ենք պատասխանին։ Տուն չեն գնում, մինչև ստանանք մեր պատասխանը։ Ոչ, սպասում ենք անցակետում։ Ասացին պատասխան կտան ձեր։ Դե չասեցի, ռեալ պատասխան չեն տվել, մենք էլ սպասում ենք ռեալ պատասխանը։ Երբ կիմանանք, այնվաղ պարզ կլինի Աշեն նախատեսել եք, օրինակ բացասական պատասխանից հետո ինչ քայլեր եք պատրաստում։ Ոչ մի բան չենք մեր մոտ տենց չի, որ ծրագրում ենք, հասկանում ենք ինչ է լինում, 4-րդ օրնա մենք տանն ենք անգործ։ Դրանից հետո իսկ պատկան մարմիններին փորձել եք դիմել, օրինակ կառավարությանը։ Ոչ մեկին չենք դիմել, որովհետև մենք տեղյակ չենք եղել, որ գալու են գործարանը փակեն։ Երկուշաբթի ուզեցել ենք գանք աշխատանքի ու սպասել ենք, այսքան վաղ լուրջ սպասել ենք պատասխանի, բայց չկա պատասխան։ Ամեն մեկս ընտանիք։ Հիմա մենք սպասում ենք անցակետում, տուն չենք գնալու, սպասում ենք պատասխանի ունենք, խանութներից պարտքեր ունենք, էսի սենց անում են։ Հա? Ամեն մեկը թող վերցնի իր վրա։ Ուզում է կառավարիչ, ուզում է ինչ որ մեկին բերի կառավարիչ նշանակի, թող բերի կառավարիչը նշանակի, բա բանվորին խես կպնում, ժողովրդին խես կպնում, ցեմենտի գործանը խես փակում։ Այս ընթացքում որևէ գործողություն արել են կապարակնքելուց հետո եկել։ Չէ, մենք շատ խելոք համեստ սպասել ենք, որ ինչ-որ մի լուծում կլինի, բայց ոնց հասկացանք, ինչքան խելոք ենք նստում, այնքան ավելի իրանք ոտները կախ են գցում, ոչ մի բան չեն անում։ Դրա համար պիտի մենք սկսենք։